Եվ մեծնանք մենք ասպես բան գտարնանք, գհբարդանանք ասեմ։ Այլևս ամեն ինչ մենք գիտենք։ Գամ վախերը գավելնա, մտահոգությունները գավելնա, արդյոք ինչ պիտի ելնա։ Բայց գմորնանք, որ Աստված ունենք։ Բայց երեխաներուն երբ նայես կտեսնես բնավ մտահոգությունը չի գա իր մտքի մեջ։ Երեխայի նման պիտի լաս։ Եվ Աստծո ցերկերում պիտի վստահիս այս օրհնությունը, ինչպես որ մեր եղբայրը գսեր։ Ամեն։ Հետևաբար այսօր ես եզի դերոճմե բատկամ ունիմ, պատրաստ եք։ Խնդրեմ ձեր աստվածաշունչները բանակ Քիմ թագավորած 17-րդ գլուխ։ Առաջին երրորդ համարեն պիտի գարտամ։ Քիմ թագավորած 17-ը։ Գսե եւ քաղաքի բնակիչներից թեսպացի Եղիան ասաց Աքահապին. Գենթանի է Իսրայելի դեր Աստվածը, որուն ծառայում եմ, այս դարիներին ցող եւ անձրև չպիտի լինի, բայց միայն իմ խոսքով։ Մենք անցյալ շաբաթ խոսեցանք սեներ Եղիային մասին, որ մեկը չէր գիտեր, որ ինք մարգարե էր։ Ոչ ես գիտեի, ոչ դու գիտեի, ոչ ալ իրենք այդ օրերում գիտեին, որ Եղիա անունով մարգարե գա, իր մասին բամը չէ գրված, հանգարց 17-րդ գլխի մեջը մեջտեղ ելել է գարձես Եղիան։ Անգե առաջ բամը չգա Եղիայի մասին։ Ոչ իր ձնտապանությունը գուդամեզի աստվածաշունչը, ոչ իր բատմությունը գդրվի, ոչ գսվի թե նա մարգարե է, ոչ գսվի որ ադիգա քահանայի մեկ ցեղեն եկած է, կամ սերունդ է եկած է, կամ թակավորական սերունդ է եկած է, իրականության մեջ եւ աստվածաշունչը բամը չսեր որսել ասունսը մեկը չուներ ինքը։ Ինքը մեկն էր։ Ինչպես տուն եւ ես մեկն ենք։ Բայց դերոճմե խոսքը ստացավ։ Աստուծո արչև ծառայում եմ եւ ասում է, այսինքն ինքը հավատարմապար Աստուծո հետ քայլում էր։ Եվ երբ քայլում էր Աստուծո հետ, Աստվածի վերջո իրեն խոս տվավ եւ այդ խոսքի մեջ գտնված զորությունով ինքը ելավ թակավորին արչև Աքահապին եւ հայտարարեց այս խոսքը, սա սով պիտի լինի, ինքնին կմարգարե ներկայացուց։ Եվ գսե ես Աստծո խոսք ունիմ քեզի, մարգարե եղավ այլևս, որովհետեւ մարգարե էսել է Աստծո շրթները լալ։ Հետաբար հրճագեց Աստուծո խոսքը թակավորիմը, որը իրեն ուզում էր սպանել։ Իրականում ոչ միայն իրեն, բոլոր աստվածաբաշխությունը գուզեր փնաչնչել երկրի մեջ են։ Գահալաձեր մարգարեները բահվադում էին, թաքցված էին։ Ինքը եւ Հեզապելը բաշտամունքը Աստուծո գուզեին վերցնել եւ փոխարինել Բահաղի բաշտամունքով, իրենց ռոջիգով գֆինանսավորեին այդ մեկը երկրի մեջ։ Բայց գտեսնես ելավ Եղիա անոր արչև համարձակությամբ եւ Աստծո խոսքը հրավ թեև ուրիշ մարգարե չգար, թեև իրականության մեջ գար, բայց ուրիշ մեկը ոտքի չելավ, որ հայտարարի Աստծո խոսքը։ Տունա սիրելիս, եւ որ մեկն ես, գտարնաս կարևոր մեկը Աստծո թակավորության մեջ եւ Աստծո խոսքը կգարտաս, Աստծո խոսքը կընդունիս, Աստծո խոսքը կգադարես եւ Աստծո խոսքը կհրճագես։ Տուն գտարնաս մեկը Աստծո թակավորության մեջ։ Կերպնական մեկը գտարնաս, ինչպես Եղիա։ Անգետ կդեսանք, երբ տուն Աստուծո խոսքին հավատարիմ լինես, Աստված այն ադեն կմոտենա քեզ եւ գուտա երկրորդ խոսքը։ Ընդհանրապես Աստված այսպես կաշխատի, որով գուզե քննել մեր հնազանդությունը, որով ամեն ինչը գախված է մեր հնազանդութենեն իրականում։ Որով խաղը դարձնողը ինքն է։ Մենք բոլորը գիտեք այստեղ բասկետբոլ խաղը։ Գիտեք ինչս է երբ գսեմ playmaker, point guard, կամ ad անձը, որ սկիզբը կնտագ իր ցերկը գլա եւ ինքը գորոշե ինչ պիտի լա, ինչ խաղ պիտի խաղա իր բարեկամները, չէ։ Օրինակ մեկ գսե, ես բասկետբոլ խաղացող եղած եմ, մեկ գսե, բոլորը գիտնան մեկ խաղի ինչ է։ Եվ ինքը ադոր համացային կնտագը փասկուդա եւ խաղը գդարցնե։ Աստված է խաղը դարձնողը։ Քո ազանտուչան գարիք ունի, որբեսի տուն գոլնես։ Նպատակադի է։ Հետևաբար նախքան առաջին հանգրվանը մենք հավատարիմ չլանք ադոր մեջ, Աստված պիտի չի կա մեզ երկրորդ հանգրվանում պիտի չխոսի։ Ադոր համար կդեսնես երկրորդ համարի մեջ, երբ Եղիա գադարեց խոսքը, երկրորդ համարի մեջ դերը խոսեց նրա հետ։ Եվ ասավ գնա այստեղից, դարձիր թեպի արևելք եւ թաքնվիր քերիտ հեղեղադի մոտ, որը հորտանանի թիմացն է։ Այն հեղեղադից չուր գխմեց, իսկ ես ակրավներին հրամայել եմ, որ քեզ գերագրեն այնտեղ։ Այսօրվա մեր նյութին գետրոանցումը այս այնտեղ բարին վրա է։ Ակրավներին հրամայել եմ, որ քեզի գերագրեն, որտեղ։
այնտեղ, կովին տարսիրսե այնտեղ։ Իրենս է ոչ թե այստեղ, այնտեղ։ Հիմա այս բարձ փոփոխությունը սեներ իրականում մեծ փոփոխություն է եւ պատասխանը թե ինչու անգամ շատ անգամ հավատացյալներ պատասխան չեն ստանար գարձես դիրոճմե։ Որովհետև այնտեղ չեն ադրիս։ Ասեմ իդ այսօրվա։ Տուն այնտեղն ես կամ չես։ Տուն այնտեղն ես կամ չես։ Նայեցեք, Աստված մտածած է արդեն Եղիային մասին։ Եղիան, եւ որ քայլ արավ հավատքի, չէր գիտեր որ պիտի հայթայթվի իրեն պետքերը իր գարիկներին, հավատքի քայլ արավ։ Բայց երբ հավատքի քայլ արավ, Աստված մտածած է արդեն իրեն հայթայթվիլը, իրեն բահբանությունը, սա քերիտ հեղատ կնա այնտեղ թաքնվիր։ Գմտածե, Աստված մտածում է արդեն ուր իրեն պիտի բահե։ Աստված արդեն մտածում է ինչ հաց պիտի ուտե, ինչ ջուր պիտի խմե։ Սա քերիտ հեղատը կգնաս այնտեղից ջուր կխմես, եւ ես ակրավներուն հրամայել եմ արդեն, որ երթան քեզի այնտեղ ամեն արդու երեգոյան կումիսդ բերեն։ Մտածած է արդեն Աստված։ Գեղեցիկ է, չէ՞։ Երբ դու Աստծո կորձը ունես, Աստված մտածած է քեզ մի առաջ քու պետքերուտ մասին, քեզի աբահով բահելու մասին, քեզի հացը եւ ջուրը հասցնելու մասին, արդեն մտածած է Աստված։ Բայց արդյոք դու այնտեղ ես, որը ստանաս Աստծո դվածները թե ոչ։ Ան է հարցումը։ Աստված սավ կնա քերիտ հեղად։ Ճիշտ այս բաժարով է, որ շատ անգամ կտեսնեմ մարդիկ ասեն ուր ես Աստված, ես քո խոսքը դրի։ Ինչու համար իմ քո խոսքիդ համաձայն ինձ չես օրհներ։ Ես սրդերնի մեջ հիմա անգեղծ հավատացյալներ կամ որոնք գսիրեն Աստուծո, սիրում են Աստծո։ Ես սիրելով հանդերձ դակավին դեղեր գա իրենց սրդի մեջ, որ անպատասխան գրնա մնացած են, գրնա ասեմ, որ բոլոր ադվես չեն։ Գրնա անպատասխան մնացած են եւ սրդերնուն մեջ ад թաքնված դեղը, մութ խավար դեղը գա այնտեղ, որ ասում են, որ ինչու Աստված, ад ինչուները գա, որ թեր չէ պատասխանված։ Եվ գսեն ինչու համար ես քո խոսքիդ համաձայն շարժեցա։ Եղիանը գրնարը սել դեր ես քո խոսքիդ համաձայն շարժեցա, ինչու ինձ չես օրհներ։ Եվ որ քնած թակավորին արջև գեցավ։ Աստծո խոսքին համաձայն շարժեցավ, այո։ Աստված իրեն սավ քնա թակավորին արջև եւ հայդարարե այս խոսքը, սով բիդելլա։ Եվ ինքը լավ հայդարարեց, լավ դե դու։ Գրնար Եղիա դառնար եւ ասել Աստծո հիմա ինչ։ Հետո ես քո խոսքը դրի, ուր է հայթայթումը։ Խնդիրը սեներ անչե որ Աստված մեզի գահայթայթե թե ոչ Աստծո հավատարմության վրա չէ խնդիրը։ Ինչպես Դիմոթեոսի մեջն ալ չէ սխալիմ գսվի, որ Աստված հավատարիմ է նույնիսկ երբ մենք հավատարիմ չենք։ Աստված չի փոխվիր։ Աստված միշտ հավատարիմ է, Կովինտաս իրսե Աստված միշտ հավատարիմ է։ Միշտ հավատարիմ է Աստված, բայց գախված է թե մենք արդյոք այնտեղն ենք, ուր Աստված գուզե որ մենք լանք, որը ստանանք իր դվածները կամ պատրաստածները թե ոչ։ Այդ վիճակի մեջն ենք, այնտեղն ենք գոչումը, որ քեզի Աստված դված է, գոչումիդ համապատասխան վայել կյանք ապրիս հիմա։ Կացած ես այնտեղ, ուր Աստված քեզի ասում է, որ գնա, որբեսի դեսնես, որով քեզի ասեմ, օրնությունը հոն է։ Աստված ասավ, ես հրամայել եմ արդեն ակրավներուն, որ երթան ուր քերիտ հեղադը, քու քերիտ հեղադը դուր է։ Որով Աստված հրամայած է ակրավներուն, որ հոն երթան քեզի գերագրեն։ Քու օրնությունը չի կար քու գեցած դեղիտ մեջ, քու աթորիտ վրա։ Քու հանգիստի կոդիիտ մեջ։ Օրնությունը գուկա եւ որ թուն էս ուղագի ուր որ Աստված գուզե որ թուն լաս։ Հոն է օրնությունը։ Քանի ակրավները հոն հրամայած է որ երթան։ Գնամո միկս բարձել։ Հստակ է այս է բաժարը որ շնորհակամ կդեսնենք հավատացյալներ, որոնք անպատասխան են։ Ասում է գուզեն եւ գարձես չի կար, բայց մեգա ինձինք նայելով վեր լուծելով չի նայր թե ինքը ուր է։
արդյոք ես քերի թեղադի մոտ կացած եմ, Եղիան գրնար սիեներ իր գեցած դերը սովեն մեռնիլ։ Ինքը մեծ խոս, մեծ կորձրավ, թակավորին արջև ելավ եւ հրճագեց։ Եվ սովը սկսավ, հրաշք եղավ, չէ՞։ Բայց գրնար գեցած դերը մեռնիր ինքը։ Եթե հաջորդ հանգրվանին Աստծո խոսքին ու զգուշությամբ ինքը մտիկ չներ եւ չերթար հիմա քերի թեղად։ Շատ անգամ մենք Աստծո կորձը գելենք գնելու, գելենք Աստծո կորձը գնենք, բայց գանդեսենք բոլոր ամփաները, որ Աստված մեզ իսած ենք, կամ լանգ այնտեղ։ Եվ հետո գսենք ինչու դեր, չլար։ Դասանորդը մեկ օրինակները մեկն է, սիրոնը վեր եւ դասանորդ դալու օրտնությունները ստանալու մեկ օրինակները մեկն է։ Եթե բզդիկները վգայեն որ վգայում են բզդիկները, երեխաները վգայում են, թե եթե դաս Աստծո Աստված քեզ պիտի դա։ Դեր Հիսուս ասեց դվեք եւ պիտի դրվի ցեզ, լեպլեցուն պիտի դրվի քեզ։ Աստված լեպլեցունի Աստվածն է, հա? Ասենք բզդիկ չափավոր փշրանքներ չի դար Աստված, Աստված լեպլեցուն գտա քեզ։ Բայց այդ մեկը ստանալու համար Թուն քեզի պիտի տնես այնտեղ որ Աստված քեզի գանչած է կամ ղրգած է որ լաս։ Եվ Աստվածաշունչը գսե դուր պիտի դրվի։ Ես պետք է դամ ուրեմն որբեսի ինձի դրվի։ Ես չեմ գնար թանալ Աստծո ասել դեր ես կուզավագը դեմ ինչու համար ինձի չի դրվիր։ Ինչու համար ինձի օրհնություն չի գա։ Չեմ գար այդպես խոսք ասել։ Չեմ գնար Աստծո հավատարմությունը փորձել, որովհետև Աստված հավատարիմ է, ասավ ակրավները դղրգեր եմ դասանորդ եւ սիրոնը վեր դալուտ հետո ակրավները հոն են։ Դուն հոն եղիր եւ ակրավներուն դվածը գուդես։ Եղիա եւ որ կնաց քերի թեղած ինչպես կիցավ ուր է որ ինքը պետք է լինի։ Հա? Հա ուր է ատակնված դերցեր գարձիկո ինչպես կիցավ հաշվետուն Եղիան ես եւ քերի թեղած կասի քերի թեղած ասենք բզդիկ դեղը չէ։ Հա? Ինչպես կիցար ուր է որ այնտեղը որ պիտի լաս, հա? Չուրնալ բավական քերի թեղածն է ասիգա։ Ունդե ավոր չուր գա, հորտանանի չուր գա այնտեղ, հորտանանի թիմացն է ասավ։ Սին քերի թեղածը ավոր չուր գա, ինչպես կիցավ ուր պետք է լա ինքը։ Ադի այո, ադոր համացայն քնած։ Բայց ինչպես կիցավ ուր պիտի լա քերի թեղածի մեջ, ճիշտ որ մեկ դեղը ակրավները երկինք նայեցավ ակրավները ուր գերտան ուր գիչեցնեն միսը հոն դեղն է ուրեմն ինքը պետք է լա չեմը հոն նայեցավ հա հոն է թակնվելիք դեղը հստակ է իրեն համար որովհետև նայեցավ Աստծո խոսքին համաձայն ակրավները ուր գերտան հոն դե քնած գեցավ եւ օրնությունները ինքը վայելուսը բոլոր սովի ժամանակ ինքը անոթի չմնաց ձարավ չի մնաց եւ մեկի վրա սուր չկաշեց Մեկը չէր գիտեր նույնիսկ ինքը ուր է, որով թակավորը գսե կամ իր ձարան ավելի շիդա գսե թակավորը ակապ թակավորություն եւ աս չի ցկեց որ քեզ որոնի, այսինքն չի ցկեց մեկը որ չի փնդրե, ամեն դեղ կնած ասկի հարցուց թակավորություններու հարցուց սա Եղիա մարդը մարգարեն ուր է, մեկ հատ բադայեցավ աչքիս աչերը, մեկ հատ խոսք արցագեց, ցկեց կնած մեր վրա մեր քուխուն ինչեր բայտավ եւ ինքը սկսավ նիառնալ Սովին բաժարով։ Եղիային չէին գտնում, որով Աստված իրեն բահեց։ Եջիշ նույնպես է Հիսուս եւ որ Աստծո կորզի մեջն էր եւ քար նույնիսկ վերցին, որովհետեւ իրեն զարնեն գսե գրծավ ինքը ինչ դալ, փախուս դալ, չի գրծավ մեկը իր ցերքի վրան երգարել, որով ժամանակը դեռ չէր ասած։ Աստծո բահությունը գար իր վրան։ Ատկան ժողովուրդ ինչպես կնաս փախիլ անոնց մե։ Ամենուն աչև նստերս գխոսիս անմար քար վերցերը քար բիտնե դեքու վրա ինչպես պիտի փախիս Աստծո պաշտպանությունն է Եղիսեին վրա հրցակեցան մեծ քունդ մեծ փանակ մեկ հատ աղոտ բարձրացուց ավելի շիդագը ասավ դեր աչքերը բաց իմ ձարայից որ դեսնե իրականության մեջ բոլորին գուրցուց Աստված եւ Եղիսե իրեն ցերկեն բռնելով դարավ թակավորին արչև դրավ իրենց հրաշքներ Աստծո բահբանությունն է եւ դու Աստծո խոսքին եւ ըսածին մեջը գգենաս Երկրորդ կարևոր գետ Աստծո հնազանդությունը գախված Աստծո օրհնությունները հայտայթումը ապահովությունը եւ այլն գախված չէ քու հնազանդության հետ
բայց թուն ստանաս Աստծո գախված է քո հնազանդութենդ։ Մեկ այլ բիզնեսը մասի։ Աստծո դված բարիկները, օրհնությունները, հայտայթում, փառքավաճում, բժշկություն գախված չէ քո հնազանդութենդ։ Ադի Աստծո շնորհքն է։ Բայց դու որբեսի ստանաս Աստծո ադի գախված է քո հնազանդութենդ։ Մեկը ցեզի բատկերը հստակ ցույց տամ, որբեսի ավելի հասկանալի ալա։ Ետ կամ բասկետբոլի օրինակին կամ ֆուտբոլի օրինակին ասեմ։ Այդ խաղը դարձնողը շատ անգամ չեմ կերել թե նկատած ես քնտակը գնեդեն, ասենք օդը գելլե, եւ գսես ինչ հրավասի այմանանք օդը նետեց։ Բայց 1 միլի 2 սեկունդ հետ կգտեսնես մեկ օդը ցածկեց, քնտակը օդեն բռնեց եւ բում մեկը դանք կողեց, չէ՞։ Բայց դու սկիզբը երբ նայեցար, չէր գիտեր ինչ կլա, եւ չէր գարձես որ սխալմամ քնտակը օդը նետեց ինչ հրավասի գասես։ Բայց հետո գասկնաս ինչու համար նետած է քնտակը, որով ուրիշ խաղցող գա իրենք փորձրած են, գիտեն ինքը քնտակը նետեց այն դեղը, որ ինքը սպասե որ իր ընկերը հոնը լա։ Քնտակը ընկերին վրա չի նետեր։ Դանկնելու համար քնտակը օդը գնեդե, թեբի փանիե որ գերտա, որովհետեւ բարեկամը հոն հասնի, քնտակը առնի եւ դանկնե։ Ինչպես սկիզբը գսե Աստված ինքն է խաղը դարձնողը։ Ինքը գսե որ 1 հիմա, ինքը գսե որ 2 հիմա։ Քնտակը գնեդե։ Քերիտ հեղած։ Եվ գսպասե որ դու քերիտ հեղած ցածկես երթաս, որ քնտակը առնես եւ դանկնես։ Կամ ֆուտբոլի օրինակին փասը գդրվի քեզի, բայց բավական արժև գդրվի քեզի, որով խաղցողը գա, որ իրենք փորձրած են գիտեն, պիտի վազե եւ առնի այդ քնտակը եւ երթա գոլ։ Նույն միտքն է։ Աստված իր օրհնությունները քեզ մե արժև գնեդե։ Բայց քո հնազանդութենդ գախյալ է, որ ստանաս Աստծո։ Դու պետք է երթաս այնտեղ, որ քեզին կագնգալ է որ լաս։ Այնտեղ ես լինելու, որբեսի ստանաս Աստծո օրհնությունները։ Հստակ է միտքը։ Բոլորիս սիրելիներ այնտեղ ունենք։ Ամեն մեկերնից այստեղ այնտեղ ունենք։ Եվ բա մգեցիր եւ մեկ հատ մտածի ես այսօր այրթյոք այստեղ եմ, այնտեղ եմ։ Ուր եմ ես։ Իմ քերիտ հեղադիս գողքը գեցած եմ թե ոչ։ Աստուծո հանցանքը չէ եւ որ մենք չենք կստանար։ Եվ օրը բնավ Աստուծո վրա մին է դեր։ Ասելով որ Աստծո կամքը չէ գերեվի, ժամանակը չէ գերեվի։ Գիտես մենք ինչեր գսենք, Եղիա ասոնք ամենը գրնարսել։ Գերեվի Աստծո կամքը չէ որ ինձ օրհնե։ Գերեվի Աստծո ժամանակը չէ հիմա ինձ օրհնե։ Գրնա ինձ գուզե որ անաբադե անցնե հիմա։ Ասոնց մե ամենը գրնարսել է այա։ Գնար վարտաբեդությունը ասել, գնա իր բուջուր մարգարեներուն ալատ մեկը սորվեցներ եւ ասեր որ ադեներ գա որ Աստված չի դար որով քեզի գուզե որ փամը սորվեցնել։ Աս ամեն վարտաբեդությունները այսօր կան, ուսուցումները այսօր կան եկեղեցիներու մեջ։ Հավատացյալներու մեջ կամ քրիստոնյաներու մեջ այս մեկը հավատում են դժբախտաբար։ Բայց մեկը չի մտածում արդյոք Աստված քնտագուրն է դազ է հիմա։ Եվ արդյոք Աստված ինձ ինչ է սա վերջին անգամ։ Ինչ պետք է անեմ ես։ Ուր պետք է լամ ես։ Չկա մեկը, որ Աստծո կորձը գնե եւ Աստծո ապահովությունը, կուրկուրանքը եւ անոր բոլոր օրհնությունները կյանքի մեջ չերևի։ Չկա մեկը։ Թե դիր ինձ մեկը, որ ատկան նվիրված է Աստծո եւ խոսքը խոսքին համացայն գկալ է։ Եվ ինքը գտնե Աստծո օվգյանոսին դագը եւ ինքը օրհնություն չի տեսներ։ Երանի անոր, որ Աստծո ծածկոցին դակ փնագվի, անոր հովանավորության ներքո պիտի հանգստանա, ադիգա պիտի իսե դերն է իմ վեմը, դերն է իմ ասպարը, ադի պիտի իսե, որով ադի իր աչքով պիտի տեսնե, ինչպես աչեն 10,000 գինա, ցախեն 10,000 գինա, ինքը աչքով պիտի տեսնե դերոջ օրհնությունները, որովհետև ինքը Աստծո ծածկոցին դագն է։ Այնտեղ կփնագի, ոչ թե այցելություն գնե, կփնագի այնտեղ, ուր որ Աստված գուզե որ ինքը լա ինքը այնտեղ կգտնվի։ Շատ մարդիկ կան այսօր գաղութեն փառքավաճման համար առանց որ հավատքի քայլ առնեն։ Յայանա նույնպես կնար մտածել, ասել արդյոք հիմա իրապես աղքրավները։ Դու մեկա դու քեզի Եղիային դեղը տիր, Աստված քեզի իսավ աղքրավները հրամայել են որովհետեւ քեզի օրհնեն։
Բայց քերիդ հեղատ պիտի երտաս։ Քերիդ հեղատ ուր մարքեթեն հերու է, շուգայեն հերու է, սիթիեն հերու է, ոչ կովի Երևան սիթի գա, ոչ կովը ֆարմասի գա, ոչ մեկ փան գա երկովը, քերիդ հեղատ պիտի երտա, մարդա չի գա այնտեղ։ Իրաբես ասված իմային ձոն դե օկպիդանի, ակրավ։ Ույշ փան չի կդար ասված, ակրավ։ Աս ամենը գրնար մտածել եւ գրնար դեղը մնալ եւ ասել դեր ինձի օրհնե, երբ ինձի վիդեո օրհնես դեր։ Ինչու համար ինձի չես օրհներ, ինչու համար ինձի չես օրհներ։ Եվ մորնար այն բանը, որ Աստված իրեն ասած է որն է։ Անհամար հնազանդությունը սենե կարևոր է։ Մենք գմտնենք երկինք, որով ընդունեցինք Հիսուս Քրիստոսի փրկիչ։ Մենք կստանանք Աստծո եւ որ հավատքով քայլ կսկսենք արնել։ Աստուծո բարգևները ծրի դրվեցավ, Աստուծո օրհնությունները եւ բոլոր իր բարիքները մեզի ծրի դրվեցավ, դու չես արժանանար անոնց։ Աստված ինք քեզի գուդալոնք, իր բարությունն է ադիգա, իր քաղցրությունն է ադիգա, իր ողորմությունն է ադիգա քեզի։ Բայց ես կստանամ եւ որ ես դրած եմ ինքզինքս Աստուծո ըսածի մեջ, գսե դեր Հիսուս եւ որ գնաց մորսա որ մեկ քաղաքներն էր, բայց մարգարեության հիման վրա այնտեղ գերտա եւ այնտեղ գգենա Մատթեոսի մեջ գրված եւ գսե այնտեղ լույս ցակավ։ Եվ այնտեղ ինչ մեծ հրաշքներ կատարվեցավ, ինչու որովհետեւ Հիսուս ինքզինքը դրավ Աստծո խոսքին համաձայն, որով Աստծո խոսքը գսե ասինչ երկու քաղաքներ էին, ասինչ երկու քաղաքները երբ այնտեղ լույս ցակավ գսե։ Եվ գտեսնես Հիսուս ճիշտ այդ երկու քաղաքներում մեջ կերտա եւ այնտեղի լույսը որ ցակավ նոր գդագարանի մեջ այնտեղ հրաշքներ եղավ, բժշկություններ եղավ, վերարտություն եղավ, ինչա մեծ մարդիկ, շատ մարդիկ օրհնվեցան այնտեղ եւ լույս ցակավ, ավետարանը այնտեղ դարածվեցավ։ Ինչը որովհետեւ Հիսուս դրավ ինքզինքը այնտեղ որ Աստված իրեն գուզե որ լա։ Գիտես Հիսուս գնար խաչեներիչն է։ Բայց սա դեր իմ գամքս չէ, հաբակու գամքը թողլա։ Գնար ովևէ ադեն խաչեն ինչներ, ովևէ ադեն, որ ադիգա 1-2 սեկնդի չարչարանք չեր, ադիգա լման քիշերը, արդու, միջև խաչելությունը, միջև մերնիլը չարչարանք էր դեր Հիսուսին կաշազը։ Գնար ովևէ ադեն խաչեն ինչներ, բայց գսե քալի ուրախությանը համար, դեսավ Աստված ինչպես քնթագը արջևն է դազե, եւ ինքը տեւի քալիկ ուրախության համար գերտագ որովհետեւ քնթագը առնի եւ դան կնե։ Հարություն արավ։ Ավոր դանկեր, չեմը։ Հավանաբար երկինքի մեջ հրեշտակներ, «Ոո, սին, ամենավոտքի ելան, ոո», ասի չէին սպասեր։ Որովհետև մեկ հատ ելավ Հիսուս կնտագ արավ, թշնամի խայդարա գրավ։ Խաղերում մեջ շատ անգամ հատկապես բասկետբոլ, ես խաղացող եղած եմ բասկետբոլ, ադորամար հոնդային գպերեմ օրինակներս, բայց վերջին սեկոնդներուն կտեսնես շատ անգամ թիմացի խումբը հաղթեց։ Ինչ է որովհետև մեկա դանք մերավ, մեկա 3 point-ը մտցուց, վերջին երբ վարգյաններում մեջ։ Եվ այդպես էր գարձես կտվեր, սատանան գաղթե գարձես Հիսուսին խաչեց քերեզմանին վրա, մեջը դրավ, գնքեց վրան, ամեն ինչ դրավ, բայց մեկը չէր տեսներ որ playmaker-ը Աստված ինչ կնտակն է դերը ուր, եւ Հիսուս գիտե որ խաղը ինչ է։ Ելավ ծածկեց բռնեց ադիգա եւ իջավ։ Ադորամարը սա դեր քու գամքը տոլա, ոչ թե իմ գամքս։ Եթե կարելի է այս բաժակը ինձ մե հերացնել հերացրու, բայց իմ գամքս թող չի լինի, հաբակու գամքը թող լինի։ Ընդունեց Աստծո գամքը, զորացավ։ Նայեցեք, դժվարությունը չի դգարացավ։ Ինքը զորացավ դժվարության վրա։ Եվ հետաքրքրական էր անցյալ օրը ջիմն էի, եւ ջիմին վրա բադին վրա սփարերը գրված էր, անգլերեն գրված էր, հայերեն կթարգմանեմ։ Բնավ թյուրին չլար, կամ չի թյուրիննար, դու գզորանաս։ Եվ ասի վա ինչ աստվածաշնչական է ասիա։ Եվ մարզիկները այդպես փանգն են, որովհետև երբ դու երկաթ կշալգես, սկիզբը դու թեթև կշալգես։ Եվ գրնա քեզի համար շատ դժվար լինի այդ մեկը, բայց ամիսներ հետ կբի դեսնես ավելի ծանր երկաթ կշալգես, խնդիրը ադի չէ որ թյուրինցավ, դու զորացար։ Ինչպես որ մարմինի մեջն է, հոգիի մեջն ալ է նաև, եւ դու Աստծո խոսքին համաձայն շարժիս Աստծո սազի մեջը գնաս, ոչ թե դժվարությունները գթյուրինան, դու գզորանաս։ Աստծո կերպնական միջամտությունը կմտնե, քեզի ապահովությունը գուտա եւ հայթայթումը գուտա։ Անորամա չես կնար դրվել են առաջ նստիս եւ աղոթես ես դեր դուր, դու նայ դերը քեզի ինչ ասած է։ Ադորամացային շարժիր դու, հոն է որովհետեւ օրհնությունդ քո։
Միակ բանը, որ եղիա պետք է ներ այս սեանը հնազանդիլ էր։ Միակ բանը։ Եվ ինքը որոշեր, որքան անոթի պիտի մնա։ Ինքը նարսել ես հիմա երթամ, ամիջապես դերը սելուն պես ոտքի էլ եւ երթա, գամ ասել որ նե այսօր չէ եգուր վաղը։ Մինչև վաղը անոթի պիտի մնար։ Եվ ասել գամ նո, այսօր չէ կալ շաբաթ, մեկ շաբաթ անոթի պիտի մնար։ Տուն գորոշես, ես գորոշեմ, որքան արագ ես պիտի ստանամ այս Աստծո խոստումը իմ կյանքիս մեջ։ Գախված եմ հնազանդութենս եւ հավատարմութենս Աստծո խոսքին։ Իմ պատմությունս սկիզբեն այսպես եղած է։ Ես որ ծառայությանը սկսա եկեղեցի մեջ կամ ավելի շիդակ եւ որ սկսեցի եկեղեցի հաջախել առաջին մի քանի ամիսեն արդեն ես մտա CD եւ DVD ծառայ։ Այդ ադեն թեր CD DVD գար։ Այդ օրերուն էր 2006 թվին։ Եվ բադվելին ամեն մեկ քարոզը CD-ի վերածեր կամ DVD-ի վերածվեր վիդեո եւ ադիգա ժողովրդին կփաշնվեր կամ կնեին չեմ իշեր որ անգեց, բայց գդրվեր ժողովրդին գդրվեր եւ քարոզը այսպես թղթիկի վրա էլ գլար դպված իրենց գդրվեր։ So ես այդ անցն էի Ռաֆին հետ միասին, հովիվ Ռաֆին, որ այդ CD-ները կպատրաստենք, վրան print կնեինք, վրան բարերը քարոզին title-ը գլար եւ այն աս բոլոր աշխատանքները գնեինք։ Այդպես սկսա ես։ Ադո վրա բանդի ծառայության մեջ մտա։ Հետո ասված ինձ արավ website-ի department-ի մեջ դրավ եւ որ ես բամը չէի գիտեր, ինչպես website կշինվի։ Եվ Աստծո օգնությամբ, որովհետեւ եղա այնտեղ որ Աստված գուզե որ ես ելամ, այդտեղը ես դեսա Աստծո օրհնությունը ինձ website սորվեցնել դվալ, սորվեցա ինչպես website կնամ գազմել, շինել, սորվեցա ինչպես Աստծո կորձը անեմ այդ ծառայության մեջ եւ դեսա դերոջ օրհնությունը։ Մինչեւ այսօր թեր գվայելեմ, որով կորձս այդ բաժարով ստացա ես։ Եվ մինչև այսօր ես հոս Հայաստան եմ, դուք օրտնված եք այդ բաժարով, որովհետև ես website department-ի մեջ չսի ասիգային չելեմ, մնացի ես ադոր մեջ։ Ինչու? Որով ասված սավ քերիտ հեղադը դիմա այստեղ է։ Եվ ես 1 տարի անդեսեցի այդ մեկը, 1 տարի աչ խփեցի, կացի video department-ի մեջը մտա, որով ես ադի ավելի գսիրեի։ Շատ անգամ մենք մեր սիրելուն եւ չի սիրելուն բաժարով Աստծո օրհնությունները կփախցնենք։ Ես չեմ սիրեր ադիգա։ Գուզես մո օրհնությունը կամ ոչ։ Դու շատ անգամ չես տեսներ Աստված ինչ կդեսնե եւ քնտակ ուրն է դազ եւ դու ինչպես դանք պիտնես ադիգա։ Շատ անգամ դու այդ մեկը չես տեսներ։ Հավատքով պիտի շարժես։ Ես ad 5 տարվա ընթացքում շատ արիտներ ունեի հանձնվելու, բայց չհանձնվեցի, շարունակեցի։ Website-ը ելավ online։ Անգե այդ կբադվելին եկավ Աստծո առաջնորդությամբ, ներողություն cell group-ի առաջնորդ դարձա։ Անգե այդ կբադվելին եկավ սա քեզի cell group-ներուն առաջնորդը պիտի դարձնեմ։ So ամեն գար ժամանակ որ անցներ, հանգած գուքար ասված եւ գսեր քերիտ հեղադդ փոխվեցավ, հիմա այստեղ չէ, հիմա այնտեղ է։ Եվ ես ամեն մեկ արիթին բաժար ունեի եսելու ոչ, որով ամեն մեկ ծառայություն ինձ համար մեծ մարդահրավեր էր։ 5 տարի անցուցի website սորվեցա շինել, հիմա այլևս ցերքից դագեն գնեմ website-ը, բայց եւ այնպես հիմա եկավ ասված ինձ գսե որ պիտի լես հիմա այստեղ են, ես քեզ ուրիշ տեղ պետք ունեմ։ Դու պիտի լես հիմա այնտեղ պիտի երտաս։ Ուր է այնտեղը դեր website, ներողություն, cell group առաջնորդ պիտի լաս հիմա։ Բայց ես չեմ գիտեմ ինչպես պիտի cell group-ի մա դարձնեմ։ Գիտես, անոնք որոնք cell group դարձած են, բոլորն ալ աս մեկ հատ բանեն գանցին, չէ՞, ինչ պիտնեմ, ինչպես պիտնեմ, ինչերու մեջ կինաս։ Հոն ինչեւ որ սորվիս, բայց Աստված քեզ իսավ այնտեղ լաս հիմա։ Հոն քեզ Աստված սովորեցնում է ինչպես շարժի իր հետը։ Հետո հանգար ես cell group-ը սկսա բռնել, բադանիներ գային ինձ ցերքից դագը միասին նույնս ավետարանչության գիչնեինք, այս կնեինք, անգնեինք, եւ հանգար հիմա բադվելի են կոլ գուքա եւ ինձ գսե որ հիմա Կուկերիտ հեղադը դեղը փոխվեցավ։ Cell group-ներու ընդհանուր լիդերը պիտի լաս։ What? Ինչ? Եվ միշտ ինձի աս հարցումը գուդար, հոժար ես կամ ոչ։ Եվ ադոր արջևն եմ ես։ Շատ թյուրին է ոչ ասել։ Բայց միշտ ասանք մարդահրավերներու արջև գեցած եմ ասած եմ այո։ Որովհետեւ դեր ինձ ոնք ուզելամ, ես պիտի լամ, չեմ գիտեր ինչ պիտնեմ։ Գնալա խեղտվիմ, բայց թող կոնե խեղտվիմ այնտեղ որ Աստված ուզեց որ լամ, հոն խեղտվիմ։ Բայց չի խեղտվիմ այնտեղ որ Աստված չուզեց որ լամ, չէ՞։ Հոն խեղտվիմ, որով կոնե հոն գիտեմ, եթե գանչեմ Հիսուսին, Հիսուս պիտի կայնձ իդ ճուրերուն վրա պիտի տնե։
Ամեն։ Հետևաբար սարգուբներու լիդերը դարձուց հալելույա, գլուխը սկսան ելնել, ոտքի սկսան ելնել, ծառայությունը սկսավ շարժիլ, հանգած նորեն Աստված գուկա եւ ինձ գսեի մա բադվելին կոլ եկավ նորեն։ Եվ ընդհանրապես օտոյիս մեջ կլա եւ որ գկշեմ որ բադվելին կոլ գուկար մեկա։ Գպանայի այո տավի սկսեր դες խոսել եւ ինձ հանգած դսավ նե Սեբուն բիդերթա կատար։ Բադայներու առաջնորդներ, Սեբու հովիվ Սեբուն է։ Եվ գմտածենք որ քեզի տնել բադանիներու առաջնորդ արդեն ես քրդնելու սկսագեցած դերս բադանիներու առաջնորդ Սեբուին գնայի Սեբուն ինչ մեծ կորձ գներ բադանիներու հիմա Սեբուն ուր ես ուր գսեի միտքիս մեջ ինչպես պիտի դարձեն բադանիներու ծառայություն թյուրին փանչը այլևս ամեն բադանիները ինձ հանցնվեցան մեկ խոսքով եւ որքան բարձրանաս այդքան բադասխանություն դասու աչև կբարձրանա անկան ավելի հաշիվ բիդի դաս այն բաներուն որ Աստված քեզի վստահեցավ 5 դվավ քեզի 5-ին հաշիվ բիդի դաս 4 դվավ քեզի 4-ին հաշիվ բիդի դաս 1 դվավ քեզի 1-ին հաշիվ բիդի դաս նամիկս բարձրացավ նորեն քրդինք թափեցավ օտոյի մեջ դեմ ցեկս տողալու սկսավ բավելին ատ խոսքը սկսավ բայց ես հոնդե նորեն որ ընդրուչան արչևն էի ընեմ թե չնեմ ասի այո եւ դարձա բադանիներու առաջնորդ Աստվածը սավ քերիտ հեղադդ փոխեցի հիմա այս դեղը չէ այլևս սերգուտներու առաջնորդը լալը չէ ոստե բավարար մնացիր հիմա գուզեմ ես տուն բադանիներու առաջնորդը լաս եւ եղա քերիտ հեղադը սոն եղավ այնտեղ կացի հազիվ 1-2 տարի անցավ նորեն կոլ եղավ այս անգամ նորեն բադվելին է ինձ իսավ հիմա գուզենք քեզի երդասարտներու առաջնորդը տնել նորեն քրդինք թափեցավ ին վրաս որ ամեն մեկ ծառայություն կգարձես թյուրին է մինչև տուն հովիվ չլաս կամ հովվական ծառայության մեջ չմտնես կամ ավելի շիտ հովիվ չլաս ադանգսեմ չես հասկնարած թե ինչ կանցին գտարնա տուն գնաս ծառայող կալ մեկ հատ խոսք մսել ադալ մարդահարավերներ ունիս խալ մի հասկնակ եւ ես անոնցմե անցած եմ բայց որ բադվելին գոշիկները հակվիս հոնգա հասկնաս ինչ է իրականության մեջ բադածը Եվ գիշեմ ես վարեն գսեի ինչ է որ ասիկա գիրագի օրը գելե կարոզե ինչ որ Աստծո խոսքը գարտա գներ շնչվի եւ գերտա Աստծո խոսքը դա ասոր այդ գանտի բանոր եգուր մեկ հատուն եղիր հետո դեսնենք ու բոյդ դեսնենք հա անշուշտ Աստված բոլորիս գանչած է որ օրդնենք ես սխալ մի հասկնակ բայց միան է որ տուն ծառայության մեջ լաս այն ադեն հասկնաս ինչ կբահանջվի ծառայության մեջ անանք հերոյեն առանց որ փամնես կամ ըրածը լաս Ատքան չես հասկնար։ Մարդիկ շատ անգամ քրիտիկ կլան եւ գսկսին իրենց գարզիկները դալ, մարդիկ որ նույնիսկ այդ ծառայությունը բնավ չեն հրած։ Եվ հանգած իրենք հասկացողներն են եւ ուքան քեզի լավ քրիտիկա եւ սխալ քրիտիկա։ Գիտես, սո դու պիտի միսա առնես, ոսկոր առնես եւ տապես։ Հետեւաբար Աստված ինձ ինչ հրավ հիմա երդասարտներու առաջնորդ հրավ եւ ես հիմա բադայները պիտի ցկեի եւ գաբված էի բադայներուն Բադայները ատքան ամեկ թափեցի գսեն կամ ատքան աշխատեցա իրենց վրա հոգի դվի, արցունք դվի, ինչերը իրենց համար է դեղ հասուցի իրենց եւ հանգած հիմա եկավ Աստվածավ քերիտ հեղադը ճուրը չորցավ ինչ պիտնես ուրիշ քերիտ հեղադ մոնիմ քեզի համար եւ այդ ծառայությունը հանձնվեցավ հովիվ Վահեին որ այսօր միջև այսօր թերեդերնին է եւ ինձ հանեց երդասարտներու վրա դրավ եւ նորեն 2 տարի չանցավ հանգած Աստված եկավ եւ ինձ իսավ Այս անգամ երկինքեն եկավ, հետո բադվելին կոկացի ինքնալ հաստատեց։ So երկինքեն եկավ տելեֆոնը, երազիս մեջ եւ հեսա որ Հայաստան չէի մտածեր ես կալ։ Չգար։ Հիմա գսիրեմ հայ ժողովուրդը, բայց չգար։ Այդ ադեն չգար։ Գալիս էի եւ ծառայում էինք ամեն տարի, բայց 2019-ին վերջավորության ծառայությունն յետք վերադարձա Հայաստան, Լիբանան եւ այնտեղ էր որ Աստված երազով եկավ։ Եվ սա իմ Հայաստան պիտի երտաս։ Դա նոր ես ազգարությունը ստանցնեցի, դեր ինչ խոսիս Հայաստան պիտի երտամ, ինչ կսես, Հայաստան պիտի երտաս։ Հայաստան ինչ կա։ Ես քեզի գսեմ որ Հայաստան պիտի երտաս։ Լավ ինչպես պիտի լասի, ոչ բոսս գիտե որ ես գրնամը, չեմ գրնարմը, Հայաստան պիտի երտաս։ Եվ ավելի խորունկ չեր տալու համար Պատասխանները ելա բադվելին ելա կորձադերես որ երկուքն ալ ամենները դվին եւ ասին որ քնա եւ այդպես եկա Հայաստան է քերիտ հեղադս հիմա Հայաստան է
Եվ կոմիկ բանը հետևյալն է, որ առաջին ամիսը երբ ես Հայաստան եկա, իմ միտքիս մեջ եւ ընդհանրապես ասպես եղած է, ամեն անգամ որ զարայությունը ստանցնեմ, միտքիս մեջ կոնե 10-20 տարի նկատի կառնեմ, որ ասոր մեջն եմ ես հիմա։ Այդպես երկար ժամանակ կտնեմ միտքիս մեջ, որ հոգեբես պատրաստվեմ, գիտնամ, ասիկա մարաթոն է, ասիկա բես դիգվածք մեջ է։ Բիտ վազեմ վերջան, ասի մարաթոն է բիտ վազեմ։ So երկար շունչ բիդելա, մեկ հատ շունչ կառնեմ եւ գսկսեմ։ Առաջին ամիսն էր, երբ Հայաստան եկա, միտքիս մեջ ես հիմա հովիվ եղած Հայաստան, կոնե 20-30, մինչև ձերանամ հոսպիտալամ եսի։ Ես ասանք կմտածեմ, Հայաստանի մեջ ես հովիվ պիտի ելամ, այդ ամսվա վերջավորության էր, ասիկա շատերու չեմ ասած, հիմա այստեղ են գսեմ։ Այդ ամսվա վերջավորության էր, եւ որ դերը եկավ քովս քրված ունիմ, եւ ինձ եսավ որ երազիս մեջ եկավ, ինձ եսավ Հայաստանը վերջագետը չէ։ Բայց ինձ չսավ ուր եւ երբ։ Եվ մինչև այսօր դեռ չեմ գիտեր։ Բայց եւ այնպես գիտեմ որ Հայաստանի վերջագետը չէ, դերմը պիտի կա, ասկերիդ հեղեղը պիտի փոխի ասված չեմ գիտեր երբ։ Բայց ես գաղութեմ որ դու մինչև այդադեմ պատրաստ ես, որ հանգարց հովիվի երթանը թուն չինաս։ Բայց դու արդեն հասնես այդ մագարտակին, որ դու արդեն ազո կորձը գնես հովիվը լա թե ոչ։ Ամեն։ Դու գայուն գնաս հովիվը լա թե ոչ, որովհետև չես գիտեր երբ Աստված գնա քեզի քու հովիվդ քեզ մի առնե, ինչպես որ ինձ համար այդպես եղավ։ Ես իմ հովիվս գսիրեմ, Լիբանանը գսիրեմ, Լիբանանի եկեղեցին գսիրեմ, հոգով շրջով մարմնով ամեն ցանկի աղբյուր եկեղեցի եմ, բայց եւ այնպես Աստված ինձ բաժնեց ոնդեղեմ, որովհետեւ քերի թեղադս հիմա ոս եղավ։ Միջեմ ահոսը քերի թեղադս։ Եվ հավատացեք սենե, որ Հայաստանի մեջ ես ավելի օրհնություն տեսա քան Բեյրութ, որով քերի թեղադս այստեղ է։ Քեզի բազավես որբեսի հատկապես երդասարտներուտ, որբեսի ավելի պրակտիկային օրինակ տամ, երբ Լիբանան էի ես 10 տարվա մեջ, 10 տարի աշխատեցա գործիս մեջ, 10 տարվա մեջ ես հազիվ բանկայից մեջը $30,000 չափ հավաքած էի, saving, հազիվ։ Եվ բոլորդ գիտեք Լիբանան ինչ եղավ։ Եվ չեղած Աստված ինձ հանեց, բայց մեծ մասը ես գործընծուցի մեջ են միան $2,000 գրծա անել։ Մնացած $28,000 կացին։ Հոսեգա 0-ը սկսա գրեթե միան $2,000-ով եւ առաջին այդ մի քանի ամիսը վերջացավ 2,000-ը եւ չէի գիտեր ինչ պիտի նեմ հիմա։ Ես չկացի մարդոցկով եւ սկսա խնդրել իրենց մի օրհնություն։ Աստված ինձ հերու զույգերը, որ ուրիշ երկիրներու մեջ կապրին, իմ մասից տեսած են հերույեն ինձ օրհնությունները սկսան ղրգել, որովհետեւ ես կարողանամ ապրել այդ սկսվի մի քանի ամիսները։ Բայց միտքը հետեւյալն է. 10 տարվա մեջ հազիվ $30,000 գրծա ապահովել։ Սեյվնել, մնացածը կացին, չի գան, okay? Հայաստան եկա, նորեն 0-ը սկսա, բայց 3 տարվա մեջ ես մոտ $110,000 դու դանդի, արի, առանց բարտքի։ Ամուսնացա, անոնք որոնք աղջիկ կուզեն, կամ գին կուզեն, կամ ամուսին կուզեն եւ այլն, 31 տարեկանից ամուսնացա, քերիդ հեղադին կով։ Աստված եկեղեցի դվավ, ես այստեղ ավելի բժշկություններ տեսած եմ, քան Բեյրութ իմ ցերկովս։ Նույնիսկ որ ջամփաները գիչնեի։ Բայց այսօրինս ավելի գտեսնեմ իմ կյանքը, քան ես գիտեմ ուր բժշկություն եղած է, ինչ գիտության խոսք եղած է եւ այլն։ Ես ավելի տեսա օրհնություններ այս դեղի մեջը, քան որ ես Բեյրութ էի։ Եվ աս ամենը գրնայի ես փախցնել, գրնայի ես միջը այսօր ամուսնացած չլայի, եթե ես իմ քերիդ հեղադիսկովը չի կայի Հայաստան։ Գնացել Դավիթ լավ իմ քերիդ հեղադուս ուր է, ադի դու մի պատասխանես։ Եթե բոլորս մեր գարկին գոչում ունենք, բոլորս գիտենք ինչ պետք է անենք շատ անգամ եւ գիտենք ինչու չեն գներ եւ չեն գներ։ Հետեւաբար եթե այդպես բան մգա քու կյանքիդ մեջ ժամանակն է որ իդ վերաթարնաս ոնդե ուխտդ նորոքես եւ ադինես, ադոր մեջ գտնես տուն կուանցը, բարի։ Բայց եթե ովևէ մեկ բան չես ստացած, ես քեզ դամ Աստվածաշունչը ասած է, Դեր Հիսուսը ասած է, «Կացեք ամբողջ աշխարհ եւ ավետարանը քարոզեցեք, մգրտեցեք, աշակերտեցեք», մեր գոչումը հիմնական առաջին հերթին ադի է։ Աշխարհի երթալ ավետարանը քարոզել, մգրտել եւ աշակերտել, մարդոց աշակերտել։ Դու ոչ թե միայն պիտի աշակերտվես, դու պիտի դառնաս մեկը, որ պիտի սկսես աշակերտել ուրիշներին։ Մեր գոչումը այդ է։ Եվ Դեր Հիսուս այդպես ասավ, ամեն իշխանություն իմ այնձի դրված է, քնտակ իմ ցերկս է ասավ։ Հետևաբար կացեք, յալա քնակ ցերր։ Քնա։ Քնտա ցերկս է։ Քնա։
Գնա ավետարանը քարոզե։ Մգրդե, աշակերտե եւ ես քեզի հետ բիդլամ։ Մինչև ժամանակներուն վերջը, որում վրա որ ցեք տնես, պիտի բժշկվի։ Նոր լեզուներով պիտի խոսիս։ Օծը պիտի խայտե քեզի պիտի չվնասե, մահացուցիչ որևէ բան խմես, քեզի վնաս պիտի չկա։ Դեսնես կնտագս դանկը հոն է, բայց պիտի երթաս, որ ադի դեսնես։ Չում չես ունար հոս կենալ եւ ասե որ դեր հայդե դուր։ Դու պետք է երթաս անդեղ որ Հիսուս քեզի իսա որ երթաս։ Ադու համար գկաչալերեմ սիրելիներ, շաբաթ օրերը մոտեցեք, որովհետեւ միասին ավետարանչություն ունենք։ Երեք շատ գեղեցիկ էր։ Երեք իջանք 10 հոգի կարոզեցինք։ Մի քանի հոգի ենք։ 10 հոգի հասան կարոզելու առանց անոնց հաշվելու, որոնք մեզի չուզեցին 39-ին։ Անոնց չենք հաշվել։ Okay? So անոնք որոնք գսին ժամանակ չունիմ, անոնք որոնք գսին որ ես աս նյութերով չեմ ուզեր, մեզի թթված երեսով նայեցան եւ գազեցինք որ մենք թև ենք, ինչ գիտեմ, սոփախան, անոնց չենք հաշվել։ Մենք գաշենք անոնց որոնց կրցանք կարոզել, 10 հոգի հասանք, ներողություն 13 հոգի, ինչ 10-ը, 13 հոգի կարոզեցինք եւ դա 4 հոգի ապաշխարեց։ Եվ հիմա հասանք 129 հոգի 2025 թվին, սկիզբեն հունվարեն մինչև հասանք 129 հոգի կարոզած ենք եւ նրանցից 65 հոգին ապաշխարած է։ Ասի մեր ցերքի կորձն է։ Մեկը թող չսե, մենք փամը չենք գներ։ Բայց մեկը դիրևագա է, մի քանի հոգիով ասչաբի հասանք այս դարի, հաբա ինչ պիտի լա եթե աստիվը ավելնա։ Մեկը դերևագա է, եթե գյանքի աղբյուր եկեղեցին բոլոր անդամները իջնեն քարոզչության, դուներեն ներս մտնեն քարոզչություն ունեն, ինչ կլա աստիվը, ինչ կլա Հայաստանը, ինչ վլվելիք կսկսի։ Ինչ նյութեր կսկսի ելնել, թշնամին սելիս անանքից պիտի սկսի սկալ, որովհետև դու սկսար երթալ անդեղը, որ Հիսուս քեզի սած է երթաս։ Անամ մի սեր դերի ինձի փամը չէ դվածնեմ, no, հովիվ ինձի ծարայություն չի դարգոր, no, ինձի է որ ծարայություն չեր դրվեր սիրելիներ, ես ջամփաները գիչնեի գկարոզեի, դբրոցները գմտնեի գկարոզեի, ես չէի սպասեր ինձի ծարայություն դվի որ կարոզեմ, որովհետև իմ հովիվես եկեղեցին ավելի բարձր մեկը որ անունը Հիսուս Քրիստոս է գլուխն է, ինձի բաշտոն դված է արդեն որ քնա ավետարանը կարոզե։ Եվ դու նես այդ մեկը այն ադեն գտեսնես օրհնությունները, գտեսնես Աստուծո ցերկը, քեեցի էր երեկվա ապաշխարողները, մեկ հոգի մինչև եկեղեցի մցուցի։ Իրեն աստվածաշունչ դվի, իրեն քիրք դվի, անոր հետ նորեն պիտի հանդիպի, ինձ իր թիվը նադվա, որովհետեւ իրեն զանգեմ, իրեն հետ նստիմ։ Նույնիսկ Եգիպտացի հանդիպեցանք, ասի անցյալ շաբաթ էր, ադիգա ապաշխարեց, ադոր պիտի զանգենք, ադոնց մոտ պիտի երթանք, որով ուրիշ բարեկամներ ունի։ Ասի Աստված թուրեր կփանա, եւ որ թուն հավատարիմ են լաս սիրելիս։ Բարի ստագենամագը ուր է քու կերիդ հեղադդ Եթե ես քերփնականը չեմ տեսներ իմ յանքիս մեջ ժամանակն է հարցնեմ ուր է իմ կերիդ հեղադս ասված ուրը սավ է իմ կերիդ հեղադս եւ այնտեղ երթամ Բարի երեան ինչ որ ասված քեզ իսած է որ ունես ինչպես որ Եղիա արավ 5-րդ համարի մեջ կգարտանք ամիջապես հետո եւ որ ասված է սավ քեզ հրամայել եմ ակրավներին, որ քեզ գերագրեն այնտեղ, վերջագետ, 5-րդ համար, նա գնաց եւ արեց Տիրոջ խոսքի համաձայն։ Գնաց եւ փնակվեց քերիդ հեղադի մոտ, որը հորթանանի թիմացներ եւ ակրավները նրա համար հաց ու միս էին բերում, արավոտը եւ իր գունը հաց ու միս։ Եվ նա ճուր էր խմում հեղադից եւ այնտեղ եղավ որ որոշ ժամանակ անց հեղադը չորացավ, որովհետև անցրել չէր գալիս երկում, այսին ասված իրեն այնտեղը ցկեց, մինչև ժամանակ եկավ հետո իր քերիդ հեղադը փոխելու նորից։ Ամեն։ Եկեք այս խոսքին համաձայն Աստծո առջև կանգնենք։ Ասենք դեր քերիդ հեղադս մոտ պիտի երթամ, ուր որ թուն ինձի սիր երթամ եւ ադոր համաձայն, եթե մարդահրավեր կսկաս սիրելիս, հաստատ հավատացեք ես իմ վկայություն սեզի բարավի չբատմեցի, որովհետեւ ծեր արչեւ ասպես ուրիմ նպատակս ադիգա չէ, իրականության մեջ վերջին հոգս է ադիգա, նպատակս բատմեցի, որ ես ալ դեղեմը սկսա, որ հադուկ երկինքեն, այսին երբ որ ես ծնա վրաս լույս չի գար երկինքեն։ Եղիա է որ ծնավ ասպես, գիտես Lord of the ներողություն Lion King-ով որ դիտած է, ասենք Սիմբան հանեցին եւ որ նոր ծնավ
արևը վրան ցակավ այսպես եւ մեծ մյուզիկ կար եւ այդպես չեղավ որ ես եւ տուն ծնանք, չէ՞։ Բարձ բնական էին, Աստվածաշունչը գսե նույնիսկ Եղիան բնական մարդ էր, Գիրքի դեր մարդ էր, բայց ինչպես եղավ իր հետ այս բոլոր բաները։ Եղավ, որովհետեւ ինքը Աստծո խոսքին համաձայն գշարժեր։ Եգուր հոնդեղի երթանք։ Եկ ոտքի ելեմ։